Հա պետք է ասել, պետք է առերեսվել, մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել։ Հապկի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք հապկի շրջանակներում խորացնելու մեր հարաբերությունները եւ այլն։ Ղարաբաղի մասին էլ է գրած։ Գրած է, որ խաղաղապահները Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ երաշխավորում են եւ այլն եւ այլն։ Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա։ Կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն եւ կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է, ֆեյք։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, հիմա շատ են ասում, չէ, 2018 թվից, երևի սենց բաներ ան, եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլնեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել։